Տեսանյութեր կան, որ մոտենում ուղղակի ուժով փոկում են, իսկ սա ուղղակի շատ պրոֆեսիոնալ կերպով ավտոմեքենան քանդել էին։ Այս Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայից գրեթե բան չի մնացել։ Վազգեն Այվազյանի մեքենան օրեր առաջ են բառիս բուն իմաստով թալանել։ Պատմում է, թե թռցրել են արժեքավոր մասերը, հասցնելով մոտ 1 միլիոն դրամի վնաս։ Մեքենայի վարկն ասում է նոր էր մարել։ Հիմա նորից պիտի վարկ վերցնի, մեքենան զրոյից հավաքի։ Ներկայացրել եմ, որ ինձ թալանել են, դրանից հետո քննիչը չէի մոտեցել եւ 3 օր անց նոր ինձ կանչել են հարցաքննության։ Դրանից հետո արդեն զննությունը որպես այդպեսին տևել է երևի 1 րոպե, կարող է 1 րոպե հետևած չլինի, քննիչը զուտ նայել է տեղանքում տեսախցիկ չկա եւ վերջ։ Մինչ այս բանը ոչ մեկի մեջ չի կապնվել։ Եթե անգամ ոստիկանությունը դեպքը բացահայտում է, դրանք ուղարկվում է քննչական կոմիտե, որտեղ էլ գործերը կարճվում են, ասում է փորձագետը։ Անգամ երբ մեքենաներից գողության դեպքերը գնում են դատարան, մեղմ պատիժ է կիրառվում։ Օրինակ տնային կալանք, առավել դժվար են բացահայտվում այն դեպքերը, երբ գողը համացանցով է գողունը վաճառում։ Այսինքն տուժողը փոխհատուցում կարող է պահանջել միայն այն դեպքում, երբ գործը ոստիկանությունից քննչական հասնի, այնտեղ չկարճվի ու դատարան ուղարկվի։ Եվ փաստորեն նյութական վնասի փոխհատուցման համար էլ վարորդը վնասի չափ գումար պիտի ծախսի դատարան հասնելու համար։ Վարորդների մեծ մասը խուսափում է այս շղթայից, ավելորդ գլխացավանք համարելով այն։ Տարիներ շարունակ ըստ մասնագետի որևէ օրենսդրական կարգավորում չեն արել։ Տարեստարի նման խմբավորումները ավելի են զարգանում։ Քաղաքացիները իրենք են փորձում սեփական ուժերով գտնել գողերին, օրենքում ըստ փորձագետի պետք է փոփոխություն կատարել։ Դատարանները մեր վճիռներ չտան, տնային կալանքներ չտան, պետք է պահեստամասերի առքովաճառքի շուկան կարգավորվի, պետք է ոստիկանությունում այդ տեղեկատվական համակարգի դեմ պայքարը ավելի արդիականացնեն։ Ներքին գործերի նախարարությունից ժամը լրատվականին ասում են, նույնիսկ հանցագործության դեպքը բացահայտվում է, սակայն քաղաքացին իրենից գողացած պահեստամասը հետ չի ստանում։ Դժգոհ է մնում իրավապահներից։ Նախարարը տեղյակ է խնդրից, ասում է, մեքենայի գողության դեպքերի թիվը 30% է, ինչն ըստ նրա այնքան էլ շատ չէ, բավարար է գնահատում։ Հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտմանը, որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը, եւ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել եւ երկրորդ արդեն իսկ իրականացված դեպքերի մասով բացահայտման տոկոս ապահովել։ Հայաստանում միայն վթարների համար են ապահովագրում մեքենան, մինչդեռ օրինակ արտասահմանյան շատ երկրներում ըստ փորձագետի գողության դեպքում էլ գործը իրավապահներին չի հասնում։ Վարորդներն էլ գլխացավանքի մեջ չեն ընկնում։ Այդ դեպքում էլ ապահովագրական ընկերությունն է փոխհատուցում վարորդին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։